գոյություն ունի Ստրեյզանդի էֆեկտ։ Նախ եւ առաջ համարում եմ երկու կողմի արարքն անընդունելի, թե Վազգենից խոսացածը եւ թե քրեական գործի հարուցումը։ Լրիվ անընդունելի թեմա։ Բայց միևնույն ժամանակ, երբ որ ինչ որ միտեղ գտնվում եք, որտեղ այն որ ասում եմ շատ վատ մեկ իրան դրսևորում, ասենք 2 օրոքի մարդը պատկերացնում մեծ ծննդական միջոցառում է, որպեսզի ասում եմ տրամադրությունները ոչ մի գիտեն, չտեսնելու ես տալիս, անտեսում ես, որ բան չլինի, կռիվ չես արկում ամեն դեպքում։ Ինչի համար եմ սա ասում, որտեղ իրականում ինձ մոտ ամրապնդվում է համոզմունքը, որ գործող իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի նախկինների ֆոնին հանդես գան նորից։ Եկեք չմոռանանք, որ սրանից նախորդ շաբաթ մեծ հարցազրույց էր Վազգենի եւ Նարեկի մոտ, որը տալիս էր երկրորդ նախագահան 6.5-7 ժամանոց եւ մեծ հաշվով տենց որ նայում, դենց չի որ տղեկի ոդկասթը շատ է նայվում, ինքը բան չի, տվեց Սերժ Սարգսյանն է երկրորդ նախագահն է, տվեց ովքեր որ հետաքրքրվում են պատմությունով Հայաստանի, իրանց համար լավ նյութ երբեք չի եղել, որ երկրորդ նախագահն է, ինձ թվում է իր 10 տարվա նախագահության ընթացքում ինքը այդքան հարցազրույց չէր տվել, ինչքան մի անգամից ինքը փակեց թեման։ Պատմաբանների համար, մեր համար, վերլուծաբանների համար, սոցիոլոգների համար, բան շատ կարևոր գործընթաց է, դիվանագետների, որպեսզի հասկանան ինչը ոնց է։ Բայց ընդհանրապես պատմական ակնարկ էր, երևի թե։ Միևնույն ժամանակ ինչա պետք գործող իշխանություններին պետք է երևալ ինչ որ մեկի ֆոնին ու լավ երևալ, որտեղ իրականում այն որ իրանք անում են, եթե այդ շատ վատ ֆոնը չլինի նախկինների, նախ կրկնեմ թեզը, հիպոթեզա, որ ապացուցված է, ինքը աքսիոմ է, որ գործող իշխանությունները արդեն նախկին են, որտեղ իրանք նախ բխել են ընդեղից, երկրորդ 7 տարի իշխանության եւ պետք չի մոռանալ, որ հենց այն նախկինները իրանց իշխանությունը փոխանցեցին կանրադառնության եթե ուզում։ Բայց ամեն դեպքում ինչի է պետք անել, հիմա տեսեք, ուշադրությունը բևեռվում է, քրեական գործը հարուցվում, բավականին մեծ աղմուկ է բարձրանում, այդ մեծ աղմուկի արդյունքում այդ ում են ձերբակալել, ինչ են արել, ինչի համար, դե ով ճանաչում է, ով չի ճանաչում, սկսում է ման գա, իսկ որ ման է գալիս, իրանց ամենամեծ բան դիտումներ հավաքող նյութն է տեսնում, որը եղել է 1 շաբաթ առաջ եւ որտեղ խոսացել է Սերժ Սարգսյանը 7 ժամ։ Ինչ է անում իշխանությունը անում է, որպեսզի հնարավորինս շատ մարդ նայի Սերժ Սարգսյանի 7 ժամանոց հարցազրույցը։ Որտեղ ասենք Վազգենին Նարեկին 5 տարի կտան թե չեն տա, եթե չեմ սխալվում, այդ հոդվածը մինչև 5 տարի է։ Դա մի հարց է։ Եվ դա լրագրողական հարց է, դա լրագրողական էթիկայի հարց է, ի վերջո ոդկաստ է, եղբայր YouTube-ին դիմի թող անջատեն, ինչ մի քրեական, ինչ խուլիգանություն, այդ ինչ խուլիգանություն է, որտեղ ինչ հայոյելը խուլիգանություն է, իսկ հակառակ հայոյելը խուլիգանություն չի, в смысле, որտեղ է այդ բանը, ի վերջո ապրում ենք մի երկրում, որտեղ գրեթե բոլորը տակարուն են, այսպես թե այնպես, եւ այսպես թե այնպես սկսած գործող վարչապետից վերջացրած ամենավերջի բան մանկապարտեզի տնօրենով ինչ որ մի պահ մեկին հայում են խուլիգանություն չի, դա արտահայտում է էմոցիաների։ Քաղաքական պայքարի ձև է դարձել։ Ինչ քաղաքական պայքարի ձև, հիմա քաղաքական պայքար է մեզ մոտ։ Սա նախընտրական ինչ որ բաներ, հա։ Տղաներ, սա նախընտրական թեմա է։ Այս դեպքը չէ, բայց ընդհանրապես այդ հայհոյանքը ինչ է ընդհանրապես։ Հայհոյանքը դա սոցիոլոգիական մեխանիզմ կարան բացատրել։ Դա ագրեսիայի դուրս տալու պահ, որպեսզի ագրեսիան չվերածվի ֆիզիկական բանի, այդ էմոցիոնալ բանը, պորտկումը դուրս է գալի բառախաղի տեսքով։ Այսինքն էմոցիոնալ տեսանկյունից ինքը նույնքան բանա տալիս, հնարավորություն է տալիս ստրեսից դուրս գալ, որքան եւ ասենք լավ ֆիզիկական մարզանքը, չէ, նույն բանն է։ Հա,
Կարաս կռիվանես, կարաս ձեն չանես կռիվանես, կարաս ձեն չանես մեջդ գցես ինֆարկտից մեռնես, կարաս հայոյես տակից դուրս գաս գնաս։ Այսինքն այդ էմոցիաները պետք է դուրս գա ինձև։ Okay, սա էլ է էմոցիոնալ, նա էլ է էմոցիոնալ, լա իհարկե ազգային ժողովի նախագահն, բան հատուկ կարգավիճակ, հասկանում եմ, այլ եմ ասում, անընդունելի է, չեմ ընդունում այդ բանը։ Ընդհանուր առմամբ չեմ հասկանում Մոսկվայի տարբեր բանը, ասենք այդ ինչի համար է պետք դուրս գալ այն մակարդակի վրա, որտեղ որ դու բան չես, ասենք ազգային ժողովի նախագահ ես, ինչ ես խոսում։ Ինչ ես բան անում, այն որ ժամանակին հազիվ ստացանք այն փաստը, որ ազգային ժողովի նախագահան դադարեց պատասխանել Մարիա Զախարովային։ Հազիվ, բավական երկար ժամանակ մենոնք պատասխանում էին ինչ որ խոսնակի վրա։ Ինչ որ ալկաշին, ալկաշին պաշտոնապես պատասխանում էին։ Հիմա խեք բան անում, այդ Ստրեյզենդի էֆեկտն է, ոչ մեկ չգիտեր, դա իմը ասեցին, այ քեզ բան։ Վստահեցնում ես, որ այն ինչ որ որակավորում որ խուլիգանությունն է, ամենածանր բանը չի, որը լսվում է փողոցներում։ Մի քիչ որ բանը աշխարհին երկար են նայում պետական ավտոմեքենայի պատոհանից, մի քիչ որ դուրս գան շարժվեն փողոցում, միգուցե հասկանան, որ դա, ասենք, նորմալ ձևակերպում է իրենց հասցեին, որ նենց չի, որ դուք չեք թողում, որ մարդիկ պոդքասթով ասեն, նենց չի, որ չեն ասում ուրիշ տեղ, այսինքն պրոբլեմը դրա ուրիշ տեղ է, նախ, երկու, ինչ իմաստ ունի սա վերածել բանի, նմանատիպ քաղաքական պայքար, այսինքն ստորագրվել, որ քաղաքական պայքար է։ Էլ եմ ասում, երկու արդյունք, մեկ, ստացվեց, որ համապատասխանաբար քաղաքական պայքարը վերաձևակերպեց գնաց եւ մտավ այնտեղ, որ իրանք առաջարկեցին դիտել երկրորդ նախագահին եւ ձերքի հետ նաեւ պատժեցին շակերտավոր պատժեցին դեռ հայտնի չի դատարան ինչ որոշում կայացնի, բայց ձերբակալեցին տենց մասկի շոուով ձերբակալեցին մարդկանց իդեպ երկուսն էլ նենց չի, որ առաջի անգամ են նման գործողություն անում, իրենք տիպը համարենք ռեցիդիվ, որտեղ մինչև այդ ինչ-որ բաներ եղել է։ Դա մի քանի դատական գործ ա եղել, ես գիտեմ շուտ մեղադրանքներ ա եղել, բան ա եղել, հա օքեյ, լավ, ասենք, հարց չկա։ Այդ երկուսին դատարանով կտանեք 5 տարով կնստացնեք, բայց արդյունքում ստացվեց, որ հնարավորինս շատ մարդ գնաց նայեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը։ Առանձնապես նայելու բան չկա, բայց դե ամեն դեպքում։ Այսինքն դուք բոլոր դեպքերում չեք կապում դա նախընտրական այս շրջանում։ Ընդհակառակ կապում եմ։ Կապում եք։ Ընդհակառակ կապում եմ։ Ես բանով եմ ասում, սարկազմով եմ ասում, որ եթե նախընտրականը սկսել է, տղեկ, ասեք մենք է իմանանք, որ սկսել է։ Դե սկսել է։ Եկեք, չէ, տեսեք, եթե նախընտրականը սկսել է, ուրեմն տղամարդկություն ունեցեք, հմեկից դուրս եկեք։ Հա, հանրայինի եթերը մի սեփականաշնորհեք, եթե նախընտրականը սկսե, հորդորում եմ, կոչ եմ անում, դիմում եմ։ Տղեկ, ուրեմն ինձ շաբաթը 2 ժամ հանրայինով տվեք։ Թե չէ մտել եք հանրային չեք դուրս գալիս, ձեռի հետ էլ ում պատայի բան եք անում, դուք նախընտրական եք անում, որ ժողովրդին լավ երևաք, սուտ եք խոսում, որ խաղաղություն կա, սուտ եք խոսում, որ բան անասնակեր եք բերում մարդկանց հրամցնում։ Ռուսական ցորենը, որը բարձրակարգ է, այդ պետքա ստուգվի, Ռուսաստանի Դաշնությունը բարձր կարգի ցորեն չի արտահանում, դա արգելված է, հետևաբար գողացած ուկրաինական ցորեն եք բերել մեծ հավանականությամբ։ Դուք այդ բանին անմեղության կանխավարկած չի գործում Ռուսաստանի համար, որպես մանկապիղծ ռազմական հանցագործ բանակ ունեցող երկրի եւ գողացող երկրի համար, որը Արցախի էթնիկ զտումը արել եւ սով էր անում Արցախում, իր հանդեպ գործում է մեղավորության կանխավարկված։ Հետևաբար Ռուսաստանն էլ պետք է տեղական քանի դուք էլ պետք է անցկացնեք էքսպերտիզա եւ էքսպերտիզան պաշտոնապես հրապարակեք ոչ թե 44 օրյայի պես դնեք սուհուժ գախտնի տակուն դնեք առաջի բաժնում Էկոնոմիկայի փոխնախարարն ասաց որ Ռուսաստանի ժամանած հացահատիկը բարձրորակ է իսկ Ղազախստանից եկածը 4-րդ կատեգորիա է Փաշինյանն էլ ասաց ինչ եք մեզանից ուզում սա կառավարությունը չի պատվիրել մասնավորն է պատվիրել ուզում է 4-րդ կատեգորիա պատվիրի ուզում է չգիտեմ լուրջ եք ասում այսինքն անասնակերի համար շուխուր եք անում, որ ճանապարհը բացվի։ Էկոնոմիկայի նախարարությունը հայտնի է նրանով, որ այնտեղ աշխատել է անձնավորություն,
որը բավականին լուրջ խնդիրներ է առաջացրել թե Հայաստանի Հանրապետության, թե էկոնոմիկայի համար։ Խոսքը Ոմն Վահան Քերոբյանի մասին է, որի վրա քրգործեր կան։ Սա մեկ, երկու, ինքը բերել է նաև մեկ փոխնախարար, ինչի համար եմ ասում, հա, էկոնոմիկայի նախարարության հետ կապված մղձավանջ է մի հատ փոխնախարար բերեք քրեական գործերի տակ գտնվող, որը մեքենայություն ժուլիկ էր։ Ռուսաստանում քրգործեր կար, ժուլիկ էր։ Նենց որ էկոնոմիկա, որ ասում եք էկոնոմիկայի նախարար, էկոնոմիկայի փոխնախարար, այդ մի քիչ գործում է մեղավորության կանխավարկածը, սուտ է խոսում։ Էկոնոմիկայի փոխնախարարը հիմք չի։ Միջազգայինորեն ճանաչված լաբորատոր հետազոտության արդյունքն է հիմք։ Այդ ծորենը բարձրակարգ է, թե ոչ։ Այդ ծորենը աճեցված է Ռուսաստանի Դաշնության տարածքում, թե ոչ, ընդ որում հին տարածքում, ոչ թե բան, հա, այդ ծորենը գողացած է, թե ոչ։ Եթե այդ ծորենը գողացած է, հետեւաբար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդիսանում է ռազմական հանցագործ, որտեղ գողացած ծորեն է ընդունում։ Վերջակետ։